Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի Մասիսի խաղողի ընդունման կետը այսքան մարդաշատ է սեպտեմբերի 18-ից սկսած։ Այստեղ տարածաշրջանում ամենաբարձր սակագնով ու ամենաշահեկան պայմաններով մթերում են գյուղացիների ամբողջ տարվա խաղողի բերքը։ Մեր նկարահանման պահին խաղողի բերքով ծանրաբեռնված տասնյակ մեքենաներից բաղկացած շարասյունը սպասում էր բերքի մթերման իր հերթին։ Գագիկ Ծառուկյանն անձամբ էր եկել հանդիպելու խաղողագործների հետ, նրանցից պարզելու արդյոք գոհ են մթերման պայմաններից։ Ոնց է խաղողի բերքը ոնց է։ Լավ է, ոչ հարմար է։ Մենք այս տարի առաջի անգամ մեր համայնքը ձեզ հանձնում, շատ շնորհակալ ենք դրա համար, որ նորմալ ընդունեցիք։ Մենք կարող ենք այդ պայմանագիրը երկարացնել, շարունակել։ Ինչքան խաղող կա, ինչքան խաղողագործ կա, բերեք ձեր խաղողները ընդունեք։ Ասում եմ ծանոթ բարեկամ կապ չունի։ Գյուղ հերթագրվեք, պայմանավորվեք, բերեք հանձնեք, մինչև վերջել բացա լինելու, բոլորդ էլ բերել եք հանձնեք, տեղում գումարներ ստանաք գնաք։ Խաղողագործներին գոհացնում է Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի մթերման պայմանները։ Միակ խնդիրը տարվա ընթացքում պարարտանյութերի ձեռքբերման գործում առաջ եկող խնդիրներն են, որոնց լուծման խնդրանքով գյուղացիները դիմեցին Գագիկ Ծառուկյանին։ Խնդրի լուծումն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Հիմա ինչ հարց կա, ինչ խնդիր կա, ասեք տեսնեմ, ինչ պրոբլեմ կա, ասեք։ Որպես գյուղացու թեւութիկուն կանգնած մի լավ անձնավորություն մենք խնդրում ենք ձեզ, որ արտանուտով ու բուժանույթով մեզ օգնես, գյուղացուն թեւ տաս, գյուղացին բարսանա կանգնի ոտքի։ Այդքան բան ենք խնդրում քեզանից։ Իսկ այս տարվա համար մեծապատիժ շնորհակալություն ենք հայտնում քեզանից, որ ոչ մի մեքենա, ոչ մի ժամ, ոչ մի րոպե չի կանգնել, գործարանը անխափան աշխատել է, գիշերը ոչ մի մարդ չի գիշեր էստեղ։ Գյուղում համախմբվեք 10 հոգի, 15 հոգի, ովքեր ավելի մեծ հողատարածքներ ունեն, իրա կողքը համախմբվեք իրենց երաշխավորությամբ։ Ես պատրաստ եմ վառելանյութել, պարարտանյութել, գարնան սկզբին տալու եւ դեղորյակ տալու։ Ինչքան էլ խաղող արտադրեք, բերեք ես մթերեմ, ուրիշ խնդիր կա, ձեզ հնարավորություն եք տալի, ձեր հողը մշակեք, կարողանաք, որ ձեր տան հոգսերը հոգաք։ Գյուղերից իրենց խաղողը Մասիս հասցրած գյուղացիները նշում էին, որ անասելի բարձր են գնահատում Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի ընձեռած այս հնարավորությունը, երբ գրեթե շուկայական գնով գնվում է իրենց բերքը, վճարումը կատարվում է հենց տեղում, առանց երկարուձիգ քաշքշուկների։ Առնում ենք քուչաները, օրերով, 10 օրով երթում կային մենք գործարանների դռները։ Աստված իրան երկարարևան։ Շուրջ 5 տարի ես այս գործարանի հետ, ավելի ճիշտ էս մթերման կայանի հետ կապ ունեմ, խաղողը այստեղ եմ հանձնում։ Ես իմ գոհունակությունն եմ ուղղակի հայտնում։ Խորին շնորհակալություն պարոն Ծառուկյանին իր կազմակերպած աշխատանքի համար։ Գալիս ենք, երկար չենք սպասում։ Պատկերացրեք, նույնիսկ հերթ էլ չկա այդքան։ Մտնում ենք ներս, խաղող ընդունում են, անմիջապես փողը ստանում։ Խաղողի բերքի մթերման պատասխանատուների վկայությամբ ընդունվում է տեխնիկական սեղանի եւ խառը այլ տեսակի խաղողի բերք։ Խաղողի սպիտակ տեսակները որպես կոնյակի գինենյութ են ծառայում, իսկ սև եւ կարմիր տեսակները հիմնականում օգտագործվում են սեղանի գինիներ պատրաստելու համար։ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով խաղողի բերքի մթերումը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ վերջին գյուղացին հանձնի իր բերքը։ Իվետ Ատոնոյան, Հովհաննես Քյուրքչյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։